քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ։ Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Վեհապար հայրապետը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, եթե հիշում եք, եպիսկոպոսներին նույնպես այդ մեղադրանքներ ներկայացվել։ Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Դուք լավ գիտեք, որ Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը տեղի ունենալու եպիսկոպոսատ ժողով, եւ այս գործողությամբ, ինչպես նաեւ Վեհապար հայրապետի ելքի արգելք տնելով, որպես խափանման միջոց, խոչընդոտում է եպիսկոպոսած ժողովի անցկացումը։ Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ թույլ չի տալու, որ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս գա։ Փաստաբանը ակնհայտ է համարում, որ հենց այդ հայտարարությունից հետո հետևել են Վեհապարի դեմ գործողությունները։ Բայց այսօրվա հարցաքննության ժամանակ էլ ուզում տեղեկացնել, որ ինքս էլ նույն բացական վերաբերմունքով էի նայում քննիչին, բայց վերջում Վեհապար հայրապետը օրնեց քննիչին եւ նրա ընտանիքին։ Ինչը ես չէի կարող անել, բայց Վեհապար հայրապետը այդպիսին է։ Փաստաբան Արա Զոհրաբյանն իշխանության այս քայլն անվանել է պատմական ամոթալի գործողություն եւ կարմիր գծերի հատում։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ավելիին է գնալու, ավելի վատ գործողությունների, բայց սա հերթական արձանագրումն էր։ Ես վստահ եմ, որ եկեղեցուն հնարավոր չէ հաղթել եւ ամեն ինչ լավ է լինելու։ Լավ մնացեք։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադառնալով Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների եւ երկաթուղու կառավարման հարցին շեշտել է պետական շահի առաջնահերթությունը։ Ըստ նախարարի Հայաստանը խնդիր չունի ռուսական ներդրումների եւ համակարգի սպասարկման հետ։ Նա ընդգծել է, որ ցանկացած պարագայում լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության թե Չինաստանի հետ հարաբերություններում կառավարությունը պաշտպանելու է բացառապես Հայաստանի շահը, անկախ գործընկերոջ կամ դաշնակցի կարգավիճակից։ Նախարար Պապոյանի խոսքով Հայաստանը չի պատրաստվում զոհել սեփական շահերը հանուն որևէ այլ պետության եւ առաջնահերթությունը մնում է ազգային նպատակների իրագործումը բոլոր միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։ Սա Ռուսաստանի դեմ չէ, սա Հայաստանի համար է։ Եթե Ռուսաստանը կարողանա այդ ներդրումները անել եւ Ռուսաստանը կարողանա սպասարկել ռուսական կողմը, կարողանա սպասարկել այդ համակարգը, որ Հայաստանի միջով այդ բեռները անցնեն եւ մենք դրանից քաղաքական եւ տնտեսական անվտանգային օգուտներ ունենանք, մենք խնդրեմ չունենք։ Երևանում ավարտվել է խաղաղության կամուրջ նախաձեռնության 3-րդ համաժողովը, որն իր ծավալներով էականորեն գերազանցել է նախորդ երկու հանդիպումները։ Մամուլի ասուլիսի ժամանակ նախաձեռնության մասնակից Բորիս Նավասարդյանը բարձր է գնահատել ադրբեջանցիների ցամաքային ճանապարհով Երևան գալը։ Ըստ նրա, խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում հայ եւ ադրբեջանցի փորձագետների միջև անկեղծ երկխոսությունը զարգանում եւ խորանում է։ Մենք սկսում ենք իրար ել ավելի լավ հասկանալ, իսկ հասկանալը նշանակում է նաև պատկերացնել ինչ է հնարավոր եւ ինչ է հնարավոր չի այս գործընթացի ընթացքում։ I think so, because signing of this... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ըստ էության բացառել է Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակումը։ Նա հաստատել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը բարձրացրել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը, ինչին ի պատասխան ինքը ներկայացրել է Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Ալիևը նշել է, որ հայ պաշտոնյաները ձերբակալվել են ռազմական գործողության արդյունքում եւ կանգնել արդարադատության առջեւ, նրանց անվանելով ապօրինի անջատողական ռեժիմի առաջնորդներ եւ ռազմական հանցագործությունների գաղափարախոսներ։ Մերժելով ներում շնորհելու կամ որևէ մարդասիրական ժեստ անելու հնարավորությունը, նա կատարված է համեմատել է Նյուրնբերգյան դատավարության հետ, պնդելով, թե Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործությունները ավելի վատն են եղել, քան նացիստների արածը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ալիևը խոսելով դատավարության մասին, թաքցնելով իրականությունը նշել է, որ նիստերը եղել են բացարձակ թափանցիկ եւ մեղադրյալները ապահովված են եղել փաստաբաններով, իսկ նրանց մեղքը իբր ապացուցվել է բազմաթիվ վկայություններով։ Անդրադառնալով Արցախը լքած հայերի վերադարձի իրավունքին, Ալիևը շեշտել է փոխադարձության սկզբունքը։ Նա հայտարարել է, որ վերադարձի հարցը կդիտարկվի միայն այն դեպքում, եթե նույնպիսի հնարավորություն տրվի 100 հազարավոր ադրբեջանցիներին, որոնք ըստ նրա արտաքսվել են մեջբերում այսօրվա Հայաստանի տարածքից։
Բոլորն էլ մի օր վերադառնալու են։ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը հնարավորություն է տալիս առաջ շարժվել դեպի խաղաղություն, ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բաքվում հայ գերիների ազատ արձակման մասին։ Ինչպես ժամանակին, ասում եմ, 200-ին հասնող մարդիկ կային, եւ ելի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում են, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել, այդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Ալեն Սիմոնյանը սակայն չի մեկնաբանել Ալիևի Արցախի ղեկավարներին հանցագործության համար մեղադրելու հայտարարությունները։ Չնայած գերիների ազատ արձակման վերաբերյալ ժամկետներ նշված չեն, խորհրդարանի նախագահը շարունակում է հույս տալ, որ ամեն ինչ անելու են մինչև վերջին գերուն հայրենիք վերադարձնելու համար։ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ շաբաթներ տևող հնարավոր ռազմական գործողությունների, հայտնել է Reuters-ը։ Եթե նախագահ Դոնալդ Թրամփը հարձակվելու հրաման տա, սա կարող է վերածվել շատ ավելի լուրջ հակամարտության, քան նախկինում էր։ Չնայած բանակցություններին Պենտագոնը մերձավոր արևելք է ուղարկել լրացուցիչ ավիակիրներ, հազարավոր զինվորներ եւ կործանիչներ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության գալը դժվար է։ Նրա խոսքով երբեմն միայն վախը կարող է օգնել շտկել իրավիճակը։ Սպիտակ տունը հաստատել է, որ Իրանի հարցում քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները։ Ի տարբերություն նախորդի, այս անգամ ծրագրերն ավելի բարդ են։ ԱՄՆ-ն կարող է թիրախավորել միջուկային օբյեկտներ Իրանի պետական եւ անվտանգության կառույցները։ Փորձագետները նախազգուշացրել են մեծ ռիսկերի մասին։ Իրանն ունի հզոր հրթիռային զինանոց եւ պատասխան հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանային մեծ պատերազմի։ Թրամփը շեշտել է, եթե դիվանագիտական լուծում չգտնվի, հետևանքները կլինեն շատ ցավոտ։ ԱՄՆ զինված ուժերը Կարիբյան ավազանի միջազգային ջրերում ոչնչացրել են թմրամիջոցների փոխադրման մեջ կասկածվող մի նավ։ Վենեսուելայի ափերի մոտ տեղի ունեցած այս գործողության ընթացքում սպանվել է անձնակազմի 3 անդամ։ Հարավային նիզակ կոչվող ռազմական գործողության հետևանքով զոհերի ընդհանուր թիվն արդեն հասել է 110-ի։ Նոր հրամանատարության ղեկավարությամբ միայն այս շաբաթ իրականացվել է 3 նմանատիպ հարձակում։ Վաշինգտոնը շարունակում է ուժային քաղաքականությունը նույնիսկ Վենեսուելայի նոր ժամանակավոր կառավարությունը ճանաչելուց հետո։ Իսրայելական կողմը հատել է Սիրիայի սահմանն ու մտել հարավում գտնվող Ալ-Սամդանիա, Ալ-Շարքիա գյուղ։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ զինվորականները ժամանակավոր անցակետեր են բացել եւ սկսել խուզարկել անցորդներին։ Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել այս ամենի վերաբերյալ։ Իշխանափոխությունից հետո Իսրայելը զգալիորեն ընդլայնել է իր վերահսկողությունը Սիրիայի հարավում։ Այս ընթացքում իսրայելական ուժերը ոչնչացրել են սիրիական բանակի զինանոցը օդային եւ ծովային հարվածներով։ Ավելի վաղ պաշտոնական Թել Ավիվը հայտարարել էր, որ գործողությունների նպատակն է թույլ չտալ, որ ռազմական տեխնիկան անցնի թշնամական ուժերի ձեռքը։ Մյունխենում կրքերը թեժանում են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը Եվրոպայի ամենաուժեղ բանակն է։ Կարծում եմ պարզապես խելամիտ չէ այս բանակը ՆԱՏՕ-ից դուրս պահելը, շեշտել է նա։ Զելենսկու խոսքով իրենց նպատակն է ամսեկան ոչնչացնել առնվազն 50,000 ռուս զինվոր։ Ռուսաստանի նախագահի մասին խոսելիս Զելենսկին ասել է. Պուտինը կարող է իրեն ցար համարել, բայց իրականում նա պատերազմի ստրուկ է։ Ուկրաինայի նախագահը կրկին շեշտել է անվտանգության երաշխիքների մասին եւ հույս հայտնել, որ Միացյալ Նահանգները կլսի իրենց։ Հունգարա-ուկրաինական հարաբերությունները խաղաղության կոչերի ֆոնին շարունակվում են լարված մնալ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Օրբանը շեշտել է, որ այս հարցը ոչ թե անհատների, այլ Հունգարիայի, Ուկրաինայի եւ ամբողջ Եվրոպայի ապագային է վերաբերում։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, թե Օրբանը բանակը հզորացնելու փոխարեն փոր է աճեցնում։ Հունգարիայի առաջնորդը նշել է, որ նման քննարկումները չպետք է անձնական մակարդակի լինեն, սակայն Եվրամիության անդամակցության հարցում իր դիրքորոշումն անփոփոխ է։ We are connected culturally.
We want Europe to be strong. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենում հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններում վիճելի թեմաները կրճատվել են, սակայն մնացել են ամենաբարդերը։ Նա հաստատել է, որ բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 17-ին։ Թեև Վաշինգտոնը վստահ չէ, թե որքան լուրջ է Ռուսաստանը վերաբերվում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցին։ Խոսելով արևմուտքի մասին, պետքարտուղարը խոստովանել է, որ նախկինում հավատը մշտական խաղաղության սխալ էր եւ անտեսում էր պատմության դասերը։ Նա նշել է, որ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն մտադիր է վերականգնել իր հզորությունը եւ ցանկանում է դա անել Եվրոպայի հետ սերտ դաշինքով, քանի որ երկու կողմերը կապված են ոչ միայն տնտեսապես, այլև հոգեպես ու ընդհանուր ճակատագրով։